ցույց էր տվել, որ բռնության ես ենթարկվել ամուսնուդ կողմից եւ նշել էր, որ դա շարունակական բնույթ է կրել։ Դու խոսում էիր հոգեպես ապրելու կամ չապրելու մասին, բայց դու վախ չունեիր ֆիզիկապես կապրես, թե չես ապրել։ Եղել են խեղտամահանելու փորձեր, տանից եղել է փախել եմ ես, գցել են գետնին, մազերիցս քաշելով տարել են մինչև տուն։ Բանալիներով օրինակ այնպես են հարվածել իմ մարմնին, որ մինչև հիմա սպիերը կան։ Իմ աչքը ուռել էր, փակվել էր, բայց ես ոչինչ չէի զգում։ Իմ արդեն սկսել էր սիրտս ու հոգիս ցավել։ Սա ոչ միայն շատ լուրջ հարված եւ տրավմա է քեզ համար, այլև քո երեխաների համար։ Ինչպես էիր կարողանում երեխաներին մատուցել, թե ինչ է տեղի ունենում ձեր ընտանիքում։ Իմ մեծ տղան շատ ուշ սկսեց խոսել, միայն այն հետևանքներով, թե ինչեր էր որ տեսել, ինչ ապրումներ էր ունեցել։ 5 տարեկանում նոր տղա սկսեց խոսել, երեխաներից մեջ շատ կա այդ ագրեսիվությունը, խոսում է իրենց հետ, որ չի կարելի, ասում են, բայց ինչի, պապան քեզ խփում է։ Դու հղիության ընթացքում եւս բռնության ես ենթարկվել։ Կարող է իմ երեխան ուղղակի չապրեր, իմ աղջիկը ծնվեց 800 գրամ քաշով, բռնության հետևանքով։ Հիմա նախկին ամուսինդ կալանավորված է։ Այո, Պատճառը քո հանդեպ բռնությունն է, թե այլ հարց էլ կա։ բռնությունն է։ Դատական process-ի ընթացքում դու վերադարձար ամուսնուդ մոտ։ Այո։ Ինչպես ստացվեց, որ գործը ընթացքի մեջ էր եւ դուք հաշտվեցիք։ Էլի վախերի հիմքով։ Ես էլի վերջին հնարավորություն տվեցի, կարելի ասել, քանի որ ես մեծացել եմ կիսատ ընտանիքում, փորձում էի փրկել ընտանիքս։ Նաև իմ մեջ կար սեր, քանի որ ինչքան էլ որ այդ բռնությանը ենթարկվել եմ, բայց ես սիրել եմ իմ ամուսնուն շատ։ Եղել են նաև դավաճանություններ։ Ես վիճել եմ, քանի որ շատ սիրում էի ամուսնուս։ Իսկ դա հանգեցրել է նրան, որ իմ բերանը փակելու համար ծեծի ենթարկի ինձ։ Որպես միայնակ մայր քո ապագայից որոշակի վախեր ունես, թե այս առումով մայրիկ ամեն դեպքում առյուծ է դառնում իր զավակների համար։ Այո, ես հիմա ուզում եմ այն ուժեղ մայրիկը լինեմ, որ իմ երեխաները երբեք չկոտրվեն, մեկ երեխա չի, երեքն են, բայց ես այդ պատասխանատվությունից չեմ ուզում հրաժարվել։ Ես հիմա որ ստեղ sense նստած քո հետ զրուցում եմ, Ամալիա ջան, դա իմ ընտանիքի շնորհիվ է։ Դու ինքդ ինչպիսի ընտանիքում ես մեծացել։ Ես ապրել եմ հայրիկիս հետ, քույրիկս ապրել է մայրիկիս հետ։ Մայրիկի հետ ինչ հարաբերություններ ունես։ Այս պահի դրությունով նորմալ։ Չեմ ուզեցել շփվել մայրիկիս հետ։ Մայրիկի դերը, որ ոչ մեկ չի կարող լրացնել։ Մայրիկի կողմից կոտրված լինելը ավելի բարդ է։ Հաղորդման գործընկերներն են Լուսին օրգանիկ սմաշկի բնական խնամքը, իմպլանտում ստոմատոլոգիական եւ կոսմետոլոգիական կլինիկան։